Ողջույն սիրելի հետևորդներ, այժմ ես գտնվում եմ Արմանց տեքվանդոյի Մարտարվեստի դպրոցում ծանոթանալու երեխաների հետ խերից ծանոթանանք։ Այժմ մենք կզրուցենք սպորտի վարպետ ընկեր Արտակի հետ։ Ողջույն ընկեր Արտակ, շատ ուրախ են գտնվելու մարզասրահում։ Մանավանդ հենց մտնելու պես պարամուտներն էր սկսվել, հենց միանգամից հոպ ինձ տապալեցին գետին։ Այստեղից երևաց իր երեխաները ինչ աշխուժ են, ինչ ակտիվ են։ Երբ է ստեղծվել Արմանց Արմանց մարզակումբը ստեղծվել է 1993 թվականին։ Ի հիշատակ մեր մարզանկեր Արման Անանյանի հիշատակին, այնուհետև երբ ես տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ 2001 թվականին US Open մրցաշարին եւ 2003 թվականից արդեն նույնպես Արմանց Թայկվանդո մարզակումբը սկսեց գործել նաեւ Միացյալ Նահանգներում։ Իսկ քանի սերունդ է փոխվել թվականից մինչև քանի աշակերտներ։ Մոտ ես նույնպես Հայաստանում եմ մարզումներ կատարել, այնտեղ մոտ 200-300 աշակերտ եմ ունեցել, ցաներ Հայաստանի բազմակի չեմպիոններ, միջազգային մրցումների մրցանակակիրներ, իսկ այստեղ մեր մարզումները վերսկսել են 2002-3 թվականից, ու մոտ արդեն բավականին տարիներ է պարապում ենք եւ ահագին շատ սերունդներ, այսպես ասած, կրթվել են այստեղ, ստացել են սպորտային դաստիարակություն, ֆիզիկական դաստիարակություն, դիսցիպլինա, նաև կամային որակներ, սպորտը մրցանակներ եք այդ տարիների ընթացքում։ Տարիների ընթացքում մասնակցել ենք մի շարք մրցաշարերին, տեղային մրցաշարեր, լոկալ մրցումներ, Կալիֆոռնիայի բաց առաջնություն, Կալիֆոռնիայի նահանգային առաջնություն, մասնակցել ենք նաև Ամերիկայի առաջնություն, որտեղ մեր աշակերտներից ունենք երրորդ, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրներ, մասնակցել ենք նաև Pan American Series մրցումները, որը տեղի էր ունենում Կոստա-Ռիկայում, այնտեղ ունենք մեկ առաջի տեղ, երկրորդ եւ երրորդ պատվավոր տեղերը։ Բոլորովին վերջերս մենք վերադարձանք Կանադայի բաց առաջնություններ, այո, եւ այնտեղ գրավեցին մեր աշակերտներից մեկը երկրորդ տեղ, պատվավոր տեղ, ցավոք սրտի մյուսները քիչ մարզափորձ ունենալու պատճառով զիջեցին մրցանակակիր տեղերը։ Իսկ ուրիշ մեր հայ սպորտաձևի ղեկավարների երեխաների հետ շփվում են մրցումների Այո, ունենք մեր համայնքում ունենք հայ մարզիչներ, որոնց երեխաների հետ պարբերաբար ընկերական պարապմունքներ ենք անցկացնում, այո, մրցումների ժամանակ երբեմն լինում է, որ մեր երկու հայ մարզիչների մարզադպրոցի երեխաները իրար հետ են մարտնչում, բայց դա սպորտ է, վերջում էլի ոնց որ ասած խոնարհվում են, իրար եթե վնասած են լինում ներողություն խնդրում իրարից եւ շատ լավ բարի կերպով, այսպես ասած, հեռանում են իրարից։ Ճիշտն ասած, հենց մեր հաղորդման նպատակն է այդ հային ու հայը, այդ հարաբերությունը ջերմ լինի եւ մենք աշխարհով մեկ այդպես է հպարտանում ենք, ուրախանում ենք, որ մեր հայերից մանավանդ որ հայրենիքում ապրում ենք, տեսնում ենք, որ դրսում մեր հայերը մասնակցել են, հաղթել են, դա մի գերբնական գեր ուժ է, հպարտություն է, երջանկություն է։ Հետ չասած ես ստեղ տեսա, որ մասնակցում են երեխաները, ես որպես հանդիսատես նստած, այդ ուրախությունը, որ գոռում ենք, որ հայերի անուն ազգանուն են հայտարարում են, որ ամբողջ մարմնով այդ մի տիեզերական ուժ է գալի վրա, ու գոռում ես, որ հաղթեն, դա մի ուրիշ զգացողություն է։ Այդ է մեր նպատակը եւ ուզում ենք հարցնել այդ հարաբերությունները, երեխաները իրար հետ այդ ընկերությունը, քանի որ ինչքան սպորտսմենների հետ ես շփվել եմ, ամենաառաջինը վերվում է դաստիարակությունը, իրար հետ ընկերությունը, նոր հետո սպորտաձևը, որտեղ մենք ճիշտ ասած հասկանում ենք սպորտաձև, մենակ ջարդենք, խփենք, սպանենք, բայց
դա ոնց ասած սես չի էլի։ Երբեմն ես երեխաների հետ որ զրուցում եմ, ինձ համար կարևորը այն չի, որ իրանք դառնան սպորտի վարպետ, այն բարձունքի հասնեն, որ ասենք լինեն սև-գոտի կամ միջազգային կամ համաշխարհային մրցումների նվաճեն։ Ինձ համար ամենակարևորը երեխայի մոտ, որ զարգանա մարդկային հատկանիշները, կամային որակները, հարգանքը, դիսցիպլինան, ինձ համար որպես սև-գոտի դա է նշանակում։ Ես իմ աշակերտներին ասում եմ, ինձ համար կարևոր չի դու ինչ տիտղոսներ ունես։ Կարևորը քո մարդկային որակների տիտղոսներն են ինձ համար ամենաառաջինը։ Մեր հայ ազգի արժեքները իմանան, մեր մշակույթին ծանոթանան, մեկը մյուսի հանդեպ սիրով լինի։ Օրինակ պարամքի ընթացքում իրար վնասում են, խփում են, բայց վերջում ձեռնվում են, խոնարհվում են իրար, հետո ասենք մյուսի հետ են մարտնչում պարամունքների ընթացքում, որտեղ քանի որ մարտական մարզաձև է, ինքը կոնտակտ մարզաձև է, անխուսափելի է վնասվածները կամ ուժեղ հարվածները։ Ուստի դրա համար երեխաներին ես պատրաստում եմ, որ հանկարծ եթե մեկը մյուսից վնասվում է, սիրալիր լինեն միմյանց եւ զիջողաբար լինեն։ Իսկ ծնողների հարաբերությունները, ծնողների մտերմությունը, ճիշտ ասած ես ամենաառաջինը այս խմբում մարտարվեստը, սպորտարվեստը իր տեղը, ես եկել եմ Ամերիկա, տեսել եմ մինչև այսօր, այդ ուրախությունից եմ ուզում բարձրաձայնել, որ մենք ոնց են ասում, ավելի լավ է մեկ անգամ տեսնես, քան հազար անգամ լսես, որ ձեր ծնողները նույնիսկ աշակերտներ կան, որ հարցնում եմ, ասում եմ, ձեր երեխան գալիս է, ասում եմ, չէ, իմ երեխան վաղուց չի գալի, բայց մենք գալիս ենք, մենք էր արտակին տենանք, մյուս ծնողներին տենանք, որ դա մեծ ուրիշ զգացողություն, այսինքն այս սպորտաձև, այս ակումբը ստեղծվել է, դարձել է մի մեծ ընտանիք, դարձել է մի մեծ բարեկամություն կարելի ասել։ Իմ աշակերտներից կներես, իմ աշակերտներից կա, որ պարապում էր, մինչև հիմա իր ծնողը գալիս է, բայց ինքը արդեն ասենք ծառայում է ամերիկյան բանակում, Ճապոնիայում է գտնվում, ՆԱՏՕ-ի զորքերում։ Տարիներ ինքը չի գալի պարապմունքի, մոտ 10 տարի, 12 տարի, բայց իր ծնողը միշտ ամեն պարապմունքի օրը ինքը ստեղա մեր մյուս ծնողների հետ գալիս են, զրուցում են, խոսում են, շփվում են, չեն հեռվանում մեր մարզադպրոցից։ Երբեմն մենք կազմակերպում ենք ծնող, ուսուցիչ եւ աշակերտ այդ եռանկյունին, պարբերաբար հավաքվում ենք, հավաքույթներ ենք կազմակերպում, փառքում կլինի, թե ասենք Christmas party-ների ժամանակ տոներին հավաքում ենք ռեստորաններում, մի խոսքով ցանկանում եմ, որ երեխաների համար հիշարժան օրեր լինի այստեղ եւ նույնպես ծնողների համար եւ ծնողներին այնպիսի միջավայր եմ ուզում ստեղծեմ նաեւ ծնողների համար, որ իրանք ուրախ լինեն, որ իրենց երեխաները պարապում են մարզադպրոցի։ Իրանք էլ իրար հետ ընկերություն անեն։ Իրանք էլ իրար հետ ընկերություն անեն։ Այ օրինակ եղել է ասենք ծնողներից, որ աղջիկը ստեղ է պարապում, մոտենում է ինձ, ասում անգեր Արտակ, ես այնքան կուզեմ, արդեն հասուն երեխաներ են։ Անգեր Արտակ, այնքան կուզենք, որ իմ աղջիկը ասենք ընտանիք ազգի այստեղի տղաներից ինչ որ մեկի հետ սիրով իհարկե։ Այո, պատկերացեք, որ դա ասում է ինձ, ասենք աղջիկ ունեցող, ասենք ծնող դու էլ լինես քավորը։ Սիրով։ Իսկ կան, որ ձեր սաներից շարունակել են մարտարվեստը, որ տեքվանդոյի մարզիկներ են, զբաղվում են այդ գործով։ Ճիշտն ասած, աշակերտներից մեծամասնությունը իրենք հիմա համալսարան են սովորում, ունեմ աշակերտ շերիֆ դիպարտմենտում, պոլիս դիպարտմենտում, fire department-ում, ասենք ունենք որ բժիշկներ, լոյերներ, ատամնաբույժներ, իմ աշակերտներից մինչև այժմ գալիս է Անահիտը նույնպես մեր մարզիչներից է, իմ առաջի օգնականներից, Անահիտը Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծահասակների 3-րդ մրցանակակիր է, college and university-ների ուսանողների եւ համալսարանների, քոլեջների մեջ այդ մրցումներին նույնպես գրավեց 3-րդ տեղ,
բազմաթիվ Կալիֆոռնիա եւ Նևադա նահանգի չեմպիոն։ Ելենա ջան, ինչքան ժամանակ է գալիս ես։ 4.5 տարի։ Ինչ մրցանակներ ես նվաճել։ Գոլդ մեդալ 6 անգամ, 5 անգամ երկրորդ տեղ եմ գրավել եւ մի 3 անգամ էլ բրոնզ մեդալ։ Իսկ շարունակելու ես, կուզենաս դառնաս մարզիչ։ Այո, Այսինքն մեծանաս դու դառնաս տեքվանդոյի մարզիչ։ այո, Սիրում ես։ այո։ Իսկ papan maman համաձայն են թե Պապան հա, բայց մաման չգիտեմ։ մենք հայ ենք, մեր մենթալիտետից են դասը, մեր ավանդույթների մեջ մի քիչ ոնց որ խորտ լինի աղջիկը սպորտաձևում։ Մոնավանդ ասենք տեքվանդո բան մի քիչ, չգիտեմ, մարտական արվեստ է, այդ կբացատրեք, ասենք, աղջիկների գալը, ինչ, քանի որովհետև տեսեք, հիմա ասենք աղջիկը գալիս է, պարապում է, միգուցե իր մոտ ձևավորվի, ասենք, տղավարի, տղայական ինչ-որ հորմոններ, կամ չգիտեմ, ուրիշ զգացողություն լինի, գնա դպրոց տղաներին ծեցի, կամ որ պաշտպանվելու համար, այլ ոնց կբացատրեք այդ որ մեր ազգային մենտալիտետի մեջ կա նման բան, օրինակ շատ է եղել այստեղ ծնողներ, որ եկել են, ինձ հարցրել են աղջիկների խումբ կա, որ միայն աղջիկներ են պարապում, ասեմ չէ, ինչ տարբերություն, նույն մեր հայ ազգի տղաները եւ աղջիկները իրար հետ են մարզվում են, հիմա ասենք ձեր աղջիկը չի գնում դպրոց չի հաճախում, տղաների հետ չի նստում։ Նույն բանն է, մեր մարզաձևը աղջիկներին չի կոպտացնում, օրինակ որ դուրսը տեսնեք իմ աշակերտուհիներին, ընդհանրապես դուք չեք ասի, որ իրանք մարզված սև գոտի ունեն կամ տիրապետում են հնարքների։ Ուզում ասեմ, չի ազդում էլ աղջիկների ինչ-որ բան փոխվի, ինչ-որ մենտալիտետ։ Մենք հայ ենք, մեր համար մեր արժեքներն են ամենակարևորը։ Հա ճիշտ է, մենք ուրախանում ենք, հպարտանում ենք, որ մեր աղջիկները ամբողջ աշխարհով մեկ հայուհիները գրավել են մրցանակներ, թե տարբեր սպորտային ձևերում։ Ասեմ ավելին, մեր աղջիկները տղաների միջև հասունանալ, ասենք 16-17 տարեկան դառնալը տղաների, իմ այստեղի պարապող աղջիկները չեն զիջում տղաներին։ Մինչև տղաները, որ հասունացման շրջանը որ գալիս է, նոր արդեն աղջիկները երևում է, որ մի քիչ թույլանում են, քանի որ տղաները, որ արդեն այդ առնական, այդ հասունացման շրջանը, որ տեղի է ունենում, արդեն մի փոքր աղջիկները զիջում են։ Բայց աղջիկները գտնվում են այստեղ շատ լավ մարզավիճակում, քանի որ մեր մարզաձևը գոտիներով է, ունենք նաև սև գոտիներ տղաներ եւ սև գոտիներ աղջիկներ։ Աղջիկները ու տղաները շատ լավ, ասենք, իրար հետ գտնվում են շատ լավ մարզավիճակում եւ աղջիկները շատ լավ կարող են նույնպես կռվել տղաների հետ չզիջելով ոչ մի, ասենք, հնարքներին։ Իրանք աղջիկները բոլորը տիրապետում են բոլոր հնարքներին, ուստի կապ չունի տղային թե աղջիկ են, քաշային տարբերություն կա նաեւ տարիքային։ Ես զգացի, որ օտարազգի կան երեխաներ, հա։ Օտար ազգերել ունենք, ռուսներ ունենք, ուկրաինացիներ ունենք, լատինական, ասենք, ազգերից ներկայացուցիչներ ունենք։ Իսկ ո՞նց են մեր հայերի հետ շփվում։ Շատ լավ, սիրով ենք, քանի որ մեր մարզակումբը բոլորս միասնին, շատ միասնական ենք, մենք խտրականություն չենք դնում, իհարկե, ասենք, որ երկրից ես դու եկել կամ որտեղի հայ ես։ Կամ որտեղի հայ ես, դա կապ չունի։ Երբեմն լինում է այստեղ երեխաները, որ Հայաստանից եկածները, ստեղից ծնվածների հետ ինչ-որ մի տարաձայնություններ են երբեմն տեղի ունենում, բայց ես իրանց հետ խոսում եմ, իրանք արդեն ըմբռնումով են մոտենում եւ մեր երեխաները արդեն հասկանում են, որ հայն ու հայը որտեղ որ լինի հայ, պետքա իրան դրսևորի լավ ձևերով, մարդկային лав հատկանիշներով պետքա մենք իրար դրսևորվենք։ Ինչքան ժամանակ է գալիս ես։ Сколько ты уже здесь занимаешься? 3 месяца. Тебе сложно здесь или легко с армянами тренироваться? Ну, мне нравится, иногда бывает сложно, иногда легко. Далеко? Иногда. Я очень хотела заниматься уже давно, но папа мне дал сюда прийти, мне очень здесь понравилось. Շարունակելու ես։
սպորտաձևը, թե ուրիշ մասնագիտություն ես ընտրելու։ Я хочу продолжать спорт. Я давно хотела, и я хочу стать, чемпионом. Ինչ պլաններ կան, մրցումներ կան, որ Այո, արխիվում կան հայերը մրցումներ, Լոս Անջելեսում կան մրցումներ եւ նոյեմբերին ունենք Լատինական Ամերիկայում մրցումներ, փորձում ենք գնանք Կոլումբիայում տեղի ունենալու World Kids Open Championships, աշխարհի երեխաների բաց առաջնություն ծրագրերի մեջ կա, որ մենք մասնակցենք նաեւ այդ մրցումներին։ Շատ շնորհակալություն, ընկեր Արտակ, ցանկանում ենք շատ նվաճումներ։ Ձեր նվաճումները ոչ միայն ձեր նվաճումներն են, այլ նաև մեր ազգի պատիվն է, որ այս օտարության մեջ հայտարարում են Արմենիա հայ խումբը, որ ուրիշ զգացողություն է ապրում։ Ցանկանում ենք ամենալավն ու բարին, ճիշտ ասած շատ կարող ենք խոսել, ես ոչ թե հիմա ձեզ ճանաչելով եմ գովում, այլ ձեր ծնողների հետ շփվելով, երեխաների հետ շփվելով մի ընտանիքի գաղափարը տեսնում եմ, որ իրոք դա շատ կարևոր է եւ դա մնայուն է, որ կպարապեն, կմասնակցեն, բայց հետո կգնան, կդառնան ընկերներ, ինչպես որ դուք շեշտեցիք, շատ կան աշակերտներ, որ գնացել են ամեն մեկ իրենց մասնագիտությամբ, բայց գիտեն, որ այստեղ սովորել են, այստեղ ընկերություն են ձեռք բերել, նույնը ծնողները իրար աջակցում, օգնում են, իրարով ապրում են։ Ես դա տեսել եմ, իրոք ինձ համար այդ դա էր կարևորը, որ մենք լուսաբանենք, մեր հետևորդները տեսնեն, որ ոչ միայն սպորտաձևն է այստեղ, այլ նաև ծնողներն են իրար հետ ընկերություն անում, մեկը մյուսին աջակցում, հենց մեր հաղորդման նպատակն էլ է դա, որ այս սպորտաձևով դարձավ մի մեծ ընտանիք, արդեն քանի տարիներ սերունդներով գալիս են, շփվում են, իրար ճանաչում են, իրար օգնում են, որտեղ տեսնեն իրար ջան ջիգար ասելով ապրում են։ Այ շատ կարևոր բան է դա։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր Արմանս Տայկվանդո մարզակումբի բոլոր ծնողներին, անխտիր կերպով բոլորին, շատ սիրելով, ամենակարևորը որ ծնողները ինձ վստահում են իրենց երեխաներին։ Երբեմն պարապմունքների ժամանակ լինում է որ ծնողները երեխաներին բերում են, իրանք ընդհանրապես չեն մնում մարզադպրոցում, որ տեսնեն ես ինչով եմ զբաղվում կամ իրանց երեխաներին ինչ պարապմունքներով եմ, ինչ պարապմունքներ ենք մենք անցկացնում։ Շատ շնորհակալ եմ, որ ծնողը վստահում է ինձ, ներդրում է իրենց ժամանակը, ներդրում են իրենց ֆինանսը, ինչու՞ չէ նաև։ Օրինակ շատ մարզադպրոցներ չեմ կարծում, որ նման ձևով դրսևորումներ անեն ծնողները։ Օրինակ բոլորովին վերջերս որ Կանադայում են գնաց այնտեղ մրցումների, մի հատ մեծ տուն ենք մենք բարձել, մոտ 9 սպինյակ ու 20 հոգով, մոտ 5 ընտանիք այդ տան մեջ ենք մենք ապրում։ Մի շաբաթվա ընթացքում համ մրցումները տեղի ունեցավ, համ գնացինք, ասենք, թանգարաններ, գրադարան, ասենք իրանց տեսարժան վայրեր, գնալով մենք բոլոր մրցումները մենք անցկացնում ենք այդպես։ Սկզբից մրցումներից հետո արդեն մենք գնում ենք տեսնելու այդ քաղաքի արժեք ներկայացնող վայրերը, Իսկ հայրենիքի հետ կապված Հայաստանում եղել է, որ իմ աշակերտները մրցումներ են մասնակցել, առաջիկայում շատ կուզեմ, որ այնտեղ մի մեծ մրցումներ կազմակերպի, թե այնտեղ կազմակերպի, թե այստեղ մեր հայկական մարզիչներով կարող ենք մենք կազմակերպել համահայկական թայկվանդոյի մրցումներ եւ հրավիրենք աշխարհի բոլոր հայ մարզիկներին, թող գան այստեղ կամ Հայաստանում գնանք մասնակցենք մրցումներին, ինչու՞ չէ։ Շատ շնորհակալություն, իրոք ես էլ կցանկանամ, որ մեր հայ մարզիկները իրար հետ շփվեն, երեխաները իրար հետ շփվեն, մրցումների գնան, մասնակցեն, հայրենիքում այստեղ այդ կապը լավ ջերմ լինի, որովհետև ես տեսնում եմ այստեղ շատ կան, ես ժամանակը գտնեմ կնկարեմ պարտադիր, իմ նպատակն է նկարեմ այստեղ բոլոր մարզակումբները, որպեսզի այդ ջերմությունը, սերը մեր հետևորդները տեսնեն, մեր հայերը տեսնեն, թե ինչքան միասնական թեթիկունք իրար հետ սպորտաձևով դառնում է մի մեծ ընտանիք, դառնում է մի մեծ ուժ, որ ամբողջ աշխարհին մենք ասել ենք դարերով, հիմա էլ մեր սերունդները պետք է ասեն, թե մենք ինչ ազգ ենք, սպորտաձևով միշտ առաջի տեղը, ընկերության միշտ առաջի տեղը, այդ ամենը պահպանելով։ Ձեր շատ առաջընթաց, հաղթանակներ, մեր ազգի պատիվը բարձր պահեք, մեր երեխաները թող այդ Արմենիա գոռան, մեր եռագույնը, այդ ձայները, այդ մրցանակները բերեն եւ բոլորը ուրախանան։
Եվ նաև ես շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Հայն ու հայը ծրագրին, ձեր ստեղծագործական խմբին, շատ շնորհակալ եմ, շատ բարձր մակարդակով, շատ պրոֆեսիոնալ դեղով կատարում եք ձեր աշխատանքը, ես շատ շնորհակալ եմ եւ կուզեմ, որ ձեր ծրագիրը բարգավաճի, այսպես ասած Հայն ու հայը բոլոր հայերը ճանաչեն, նկարեք եւ լուսաբանեք եւ բացահայտեք նոր հայերի, նոր լավ հայերի, այսպես ասած վատ հայ չկա։ Ես կուզեմ, որ այո, ես կուզեմ, որ բոլորս միմյանց լավ ցանկանանք։ Ձեր լավ ընկերությունը թող հավերժ լինի, երեխեք իրար հետ այդ ընկերությունը պահպանեն, մյուս ծնողներին էլ ջերմ բարևները մեր կողմից։ Դա իմ այս պակալենները փոքրն այ ծնողները տենում են ինչ են անում, ինձ թվում է իրանք էլ էլի կսկսեն այդ նույնը։ Հա, իրենք էլ կպահպանեն եւ կդառնա այտենց մի մեծ ընտանիք, որ սպորտի միջոցով իրար հետ հավաքվել դարձել են մի մեծ ընտանիք։ Իհարկե, ու տենց էլ կա։ Առանց իրար չենք ուտում խմում, առանց իրար, ոբշեմ, իրար հետ։ Իրարով ապրում եք, իրար հոգսով, իրար։ Բա որ գալիս ենք շաբաթվա 3 օրը, դա արդեն իհարկե իրարով ենք սավս։ Բրավո։ Ջեր բարևներ մյուս ծնողներին։ Շնորհակալություն։ Գեր Արտակ ջան։ Հա, տեսեք։ Էսա իմ ասածը թազա հեծանի չեն գնալու։ Ընդհանրապես այս աշխարհում մի բան է կարևոր։ Իրար սիրել, իրարով ապրել, իրար ջան ասել, ջան լսել, հայերով որտեղ լինենք։ Այդ մարզակումբը բերեց այդ մեծ ընտանիք կառուցեց։ Եվ ինձ թվում է էլի բոլոր տեղերը, աշխատանքի վայրերը, ամեն մասնագիտություն կասնի, բայց ընկերությունը, ջերմությունը այդ մեծ ընտանիքը կմնա։ Այնպես որ սիրելի հայեր, որտեղ կլինեք աշխարհում, սիրեք իրար հետ ընկերություն արեք, ջերմություն, սեր։ Այդ դա է մեր նպատակը, որ նկարենք ռեալ, որ ինչպես են ապրում հայերը իրար հետ։